բնականաբար ուղղակի կարողական գործած որ պետք է դնա եւ նրանք հետո անմիջապես երկու օրից բաց թողեցին, բայց ես չեմ կարող որևէ ներգործունի ունենալ նման գործընթացների վրա, բացի այն որ ինձի գծալում են խաղադաշտի վարված խաղադաշտի համար, ցավալիորեն ես չգիտեմ ինչ տեղ ունեցավ այդտեղ որ այդ քայլերի դիմեց երկրպագները ես դրա համար ցավում եմ, ես իրենց համար եմ ցավում այդ գործոսանալ, ես վստահ եմ բոլորը ափսոսում են, որովհետև գիտեք իսկ այդ խաղի պատվիրակից զեկույցը ինչի մասին է, որովհետև բազմաթիվ երկրպագուներ անմիջապես ասում որ հենց պատվիրակի անմիջական ներգործությամբ է եղել այդ հորդորը, որ տնեք, հանեք, կանդալեք, տալեք։ Այսինքն ինչ ոնց եք պատկերացնում, պատվիրակը կարող է ձերբակալության մասին հորդոր անել, ես կարծում եմ որ չէ, ես վստահ եմ որ չէ, իրավաբաններն ասել գնացեք ձերբակալեք, ես չեմ կարծում, միայն բանը որ կարող է խնդրել, որ հաստատեք կապը որ մենք խաղը շարունակենք։ Պատվիրակի հետ կապված, պատվիրակը դա չէր կարող անել, ուղղակի ես նորից կգնեմ, խաղադաշտը, որը մասնավոր ներդրողը իր գումարներով բավական մեծ Հայաստանի լավագույն արհեստական խաղադաշտով ծածկով խաղադաշտը, որ մենք ունեինք վարվել է, հիմա այդ մարդիկ ես անկեղծ ասած, այդ մասով է, այդ իրավիճակի շատ անհանգստացնում, որտեղ հիմա այդ մարդուն, որը հայկական ֆուտբոլի համար չունենալով ակում, այդ ներդրումը արել է, եւ հիմա ինքը ես անկեղծ ասած չեմ կարողանում զանգել, որտեղ չգիտեմ ինչ ասել, մենք միլիոնավոր դրամներ ծախսի, որ այդ կտորները փոխի, որովհետև իրանք այս մի փոքր հնարավոր չի արհեստականի փոխել, գիտեք, բավական մեծ կտորներով են փոխում։ Այդ միլիոնավոր դրամները պետք է ծախսի եւ իրոք շատ վատ իրավիճակ է ստեղծվել։ Ես ուսամ ամեն ինչ ավելի լավ կհանդիպեցվի այս իրավիճակում, որովհետև իհարկե եւ ես ուսամ որ բոլորի համար այս իրավիճակում, որովհետև բազմիցս մենք ասել ենք մարդիկ կարող են բողոքել, բայց կա ձև, որը անընդունելի է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դիրքորոշումը եւ դուք պատկերացնում եք հատկապես Հայաստանում, հատկապես հնարավոր չէ բոլորը գողն ինչ պետք է որ բոլորը։ Ես վստահ եմ այն բանը մտնենք աշխարհայացում բոլորը գող չեն լինում։ Այն ինչ որ կան գտնվել է։ Եվ ես դրանով վստահ եմ որովհետև այո, Պավլիկ Կորսյանը ֆուտբոլից խոսեց նորից անդրադառնամ։ Լավ կանանց ֆուտբոլի մասին խոսեմ։ Մենք ակնհայտ տեսնում ենք որ կանանց ֆուտբոլում տարեստարի մենք փոքր քայլեր արել, ոչ մեկի դա չի եղել, բայց ես հիշում եմ որ մենք ազգերի կան։ Ինչ հետաքրքիր ասում։ Գիտեմ, դրա համար ձեզ եմ ասում։ 2021 թվականին երբ մենք 3 հատ հաղթանակ տարանք ազգային հավաքել բոլորը խոսում են, կային մարդիկ որ ասում, բայց մեր կանանց հավաքականը խոշոր աշխատ պարտվում է։ Չէ, բայց ազգային հավաքականի պարտությունը ուրիշ թեմա է, էլի։ Ինչն է։ Իհարկե, մեր ընկալման մեջ դա ուրիշ թեմա է, մենք էլ հասկանում ենք Եվ դուք ասում եք բողոքի արտահայտման ձևեր կան, ուրիշ այսբերգի գլուխ լինելը մենք դա հասկանում ենք, բայց ֆուտբոլը նորից են մեզ համար ֆուտբոլը դա է ուրիշ բաներն են, էսա, այնա։ Եվ մենք երբ որ մեզ համար ֆուտբոլը նաև որ մենք գնում ենք չգիտեմ Սյունիքի մարզ եւ այնտեղ պատահաբար անցնում ենք չգիտեմ գնում ենք Սյունիք Արարատ Արմենիա խաղի առաջին լիգա եւ պատահաբար անցնում ենք մեր կարծած դաշտով որտեղ երեխաներ խաղում։ Դա արդեն մեզ համար շատ որ չեն խաղում արդեն խնդիր է։ Ես ուսամ այդ իրավիճակը կհամուցալուծվի, եթե ֆուտբոլի ֆեդերացիան կարող է դրա համար ինչ-որ բան անել, մենք անենք, որովհետև բացարձակապես ոչ մի նպատակ, ոչ մի միտք, որ ինչ-որ մեկը ձերբակալվի, մենք չենք ունեցել, եւ երբ ասեցիք, որ դուք ասեցիք, որ երկրպագուները խաղից եւ անշատ կոշտ են արտահայտվում, ես Ընդ որում նկատենք, որ ակումբային երկրպագուներն են, փաստորեն եւ հավաքականի երկրպագուներն են, նրանք փաստորեն միավորվել են մեկ գաղափարի շուրջ, դա ձեր հրաժարականի պահանջն է։ Առաջին անգամ իրենք միավորվել են։ Մասնավոր զրույցներ լինեն ֆաֆի որոշ անդամներ, դրանք շատ լավ կարտահայտել մասնավոր զրույցներ, ես ձեզ վստահ եմ։ Այսինքն ուզում եք ասել, որ սա էլ է կազմակերպված արշավ, դուք համարում եք, որ ձեր հրաժարականի հիմքերը չկան, հրաժարականը պահանջելու, եւ դրանք արշավներ են, պարոն Մելիք-Բեկյան։ Խոսեցի երկար ինստիտուցիոնալիզմի մասին, եւ ես վստահ եմ, որ նույն ֆաֆում նույն մյուս երկրպագը իրանքից շատ լավ ճանաչում են անձամբ։ Եվ ասում եմ, որ դուք շատ փոխվել եք, իրականության զգացողությունը կորցրել եք։ Ասում եմ, որ մի քիչ ավելի անկեղծ խոսել իրեն շատ ավելի։ Կարդում ենք, հարգելիս, մենք նաեւ դրանց մեկնաբանությունները, հաղորդումներն ենք կարդում։ Հիմա որպես ես դեման շարունակենք շատ կարճ ասեմ, այնտեղ կան մարդիկ, որոնք իրոք մտածում են, որ դա է
բայց կան մարդիկ եւ ամբողջ երկրպագուները, որոնք շատ կոնկրետ ուղղված են։ Չեմ կարող իմացնել ու կողմից, բայց տպավորություն այնպեսի, որովհետեւ մարդիկ, որոնք բոլորին շատ լավ ճանաչում են, որոնք բոլորը մասնավոր զրույցներում այլ բաներ են ասում, մարդիկ հանկարծ հանրային դաշտում այլ բաներ են ասում։ Ինչու։ Այսինքն մեյմունություն են անում, կներեք, շատ կոպիտ բան եմ ասում, որովհետև տեսեք, դուք ասում եք, որ կան մարդիկ, որոնք երազում են նաև ձեր պարտությունը, ընդհանուր չուրախացան, երբ որ դուք դարձաք Wi-Fi գործկոմի անդամ։ Հիմա այդ մարդիկ ինչու են ուրախանում ձեր կարծիքով ձեր պարտությամբ եւ ինչու ձեր հարցազրույցները օրինակ նախ տետատետ չէ, դեմարդեմ չեն, ինչպես կարելի էր օրինակ Արման Սահակյանի Շիրակի ակումբի ղեկավարի հետ անել, նախագահի եւ նույն Արտուր Սողոմոնյանի, ինչ եք դուք խուսափում դեմարդեմ շփումներից եւ պարզաբանումներից, ինչը մեզ համար էլ շատ հաճելի կլիներ ուղիղ եթերում։ Չէ, ուղիղ եթերում նաեւ Պետրոսը Ղազարյան։ Իսկ ինչի՞ չպիտի բանավիճեք։ Մարդը փաստարկներ է ներկայացնում, դուք մեր միջոցով եք դրան պատասխանում եւ ասում եք դա արշավ է։ Կներեք, եկեք Արտուր Սողոմոնյանից դուրս գանք, նաեւ խոսենք Ուրարտու ակումբի Արման Սահակյանը հանրային հեռուստաընկերության եթերում տվել էր հարցազրույց եւ շատ հանգամանորեն Պետրոս Ղազարյանին բացատրում էր այդ թվում հեռուստադիտողին ձեր սխալները, ձեր ձախողումները եւ հետո մենք ձեր հարցազրույցը պատասխան տեսանք եւ դուք ըստ էության գնահատական եք համարում, այսինքն սուբյեկտիվիզմ եք տեսնում, այլ ոչ թե փաստարկված խոսք, այսինքն դուք պատասխան չունեք։ Հիմա մենք նաեւ քիչ ֆուտբոլից հասկացողներս սպասում ենք, որ պիտի իրար դեմ նստեք եւ բանավիճեիք, պլյուս գոնե ձեր հակափաստարկները լինեին հիմնավոր։ Եվ հաջորդ հարցը, դուք իսկապես մտածում եք, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, գուցե նաև փոխնախագահի պաշտոնը իսկապես քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, եթե դա քաղաքականության հետ կապ չունի եւ դուք Փաշինյանի համար ցանկալի մարդիկ չլինեիք, այսքանից հետո կշարունակեիք պաշտոնավարել եւ հենց ի սկզբանե ձեր ընտրությունը, արդյոք հենց Փաշինյանի համար հարմար մարդիկ լինելը չէր։ Ես ուղղակի որոշ կտամ դուք խոսեք մեր ակումբների հետ, որոնք մեզ ձայն են տվել։ Մարզային ակումբների, խնդրում եմ, ուղղակի մի քանի համար դες կտամ, ուղղակի 10-15 համար, որ շասեր որ ընդով եղել, եւ ուղղակի իրենց զանգի բարձրել են։ Արդյոք իրենք, որովհետեւ խնդիրներն են, որ չեք ուզում խոսել, կան շահառուների տարբեր խմբեր, բայց այն շահառուները, որոնք քվեարկում են, իրենց երբեք չեն խոսում։ Խնդրում եմ խոսեք։ Մենք այդ ցանկը տեսանք եւ առաջատարներն են հիմնականում ձեզ դժգոհները։ Ես կարելի է մի ճշտում էլ։ Դուք ինձ ասացիք հարցումներ ուղարկեմ եւ դուք Նոային հանձնած Վաղարշապատի ակադեմիայի մասով գործակի պատճենը կտակ, թե կտակ հարցերի պատասխաններ։ Ես ասել եմ նայեք հրապարակված ֆինանսական հաշվետվությունը եւ դիմեք կադրաստորեն ֆինանսված պաստառ։ Ինչու դիմենք, եթե դուք կենթանի շփումով նստած եք եւ դուք պարտավոր եք հրապարակել այդ գույքի հանձնման կամ օտարման պայմանագիրը։ Լավ։ Ես հայկական ֆուտբոլի նվիրյալ եմ, Արոն Մելիքբեկյան այս հայտարարություն արեցիք եւ առաջին անգամ ՀԿՖ նախագահ տրվեցիք։ Հանրային ընկալման մեջ այդ նվիրվածությունը անհասանելի է մնում։ Ինչու հայ հանրությունը այդպես է չի տեսնում ձեր նվիրվածությունը ֆուտբոլ եւ ֆեդերացիա։ Շատ դժվար է ասել ինչու չի տեսնում։ Ես եւս մեկ անգամ տանգում եմ, որ ես հայկական ֆուտբոլի նվիրյալ եմ եւ ես կներեք անցել եմ ճանապարհը սկսած, որ շատ փոքր տարիքում եմ ֆուտբոլով ես կապում Հայաստանի ազգային հավաքականների ֆուտբոլիստներին դիլակ եք տալիս, երեխաներից 10-12 տարեկանում, 13 վերջացած նրանով, որ ես միջև այդ կարծիքն եմ մնում, ինչու չի երևում, գուցե դա նաև իմ մեղքն է, գուցե դա նա է, որ իրոք ընկալումը սկսում եւ ավարտվում է Հայաստանում եւ դա նույնպես մեր մեղքն է ազգային հավաքականով եւ չի երևում այն ինչ սովորաբար կատարվում է հայկական ֆուտբոլում եւ ես վստահեցնում եմ որ բացի բազմաթիվ խնդիրներից օբյեկտիվ, սուբյեկտիվ որոշակիորեն ուշացված քայլերի որոշ խնդիրներ որոնք օբյեկտիվ են բացի այդ ամենի լայն կլուսաբանեն, շատ ավելի մանրամասն կփորձեն բացատրել եւ ես խոստացա ամենին որ կշփվեն լրագրողներ, որպեսզի դա ավելի տեսանելի լինի, բայց նաեւ ակնկալիքս այն է, որ մենք ավելի շատ խոսենք ֆուտբոլից, որովհետեւ ինչ որ մենք խոսեցինք այս բանին եւ
ավելի շատ մտքեր եւ բաներ կառաջացնի մեզ մոտ մտորելու եւ քննարկելու հարցեր, քան սովորաբար դա հնարավոր։ Բայց նվիրվածության դրսևորումն է, որ 2 տարի շարունակ 2.5 միլիոն դրամ հարկացրել է կառավարությունը, միլիարդ դրամ, եւ մինչեւ հիմա 4 թե 3 դպրոցի դե չեմ սպառնում, չեք սարքում։ Եկեք սա վերջին հարցը պարոն Ազարյանը կպատասխանի եւ սրանով ավարտենք բոլորս իրոք։ Կառավարության որոշում ընդհանուր առմամբ պետք է հատկացվի 5 միլիարդ դրամ, որից 2.5 միլիարդ դրամ հատկացվել է որոշման կայացումից հատկացում, երկու հետո այն պայմանով, որ գումարի սպառման եւ աշխատանքների 50%-ի կատարման պարագայում պետք է համալրվել մնացած 2.5 միլիարդ։ Դպրոցները պետք է լինեն 4-ը, պետք է լինեն 4-ը, մեկը Երևանում Դավթաշենում, որը լինել է ֆուտբոլ եւ ֆուտզալի մարզադպրոց, առաջինը Հայաստանում, Արտաշատում, Մարտունիում եւ Իջևանում։ Ամբողջ ընթացքում, որպեսզի սկսել շինարարություն, առաջին հերթին պետք է ունենալ տեղ շինարարություն անելու համար, հետո նախագծի շինարարություն։ Ամբողջ ընթացքում զբաղված են եղել 4 դպրոցներից 3-ի հողահատկացումներով, որ հատկացվեն հողեր։ Մի մասը գնումով ա եղել, մի մասը անհատույց է տրամադրվել ներդրման դիմաց։ Արտաշատի մարզադպրոցի մասով կատարվել է մրցույթի մասնակցել են 3 անգամից հետո չեմ սպառնում նախագծով, հիմա նախագծման փուլում է, հողահատկացում ավարտվել է, հիմա նախագծման փուլում է, մեկ ամսվա ընթացքում ավարտին կհասվի, որից հետո շինարարության մրցույթը հայտարարվի։ Դավթաշենի մասով այգի երկար ժամանակ հողահատկացման հետ կապված խնդիր կար, դեռևս մինչև հիմա փոքր խնդիրներ մնացել է, երրորդ փորձից մրցույթի նոր նախագծող մասնակցեց եւ հիմա նոր սկսել են նախագծման արդյունքները։ Այդ ցավ մրցույթները որ ասում եմ, արվում է այսօր հանրապետության պետական գույների մասին օրենքով ու իրանից բխող դրական եւ բացասական բոլոր կողմերը դառնալ մրցույթների մարդիկ չեն մասնակցում։ Երրորդը Իջևանի մասով նախին հարմար մարզադաշտի, որը պետք է վերակառուցվի, ուղիղ 2 օր առաջ եթե չեմ սխալվում, երրորդ մրցույթի փաթեթները բացվում ու ելի մենք հաղթող չունենք։ Հիմա նորից պետք է ժամանակ անցնի 4-րդ մրցույթն։ Այդ ամեն ինչը ժամանակատար պրոցես է։ Մարտունու մասով դեռևս սպասում են հողահատկացմանը, որտեղ այնտեղ խնդիրներ կա։ Ու քանի որ այդ հարցը տվեցիք, շատ շնորհակալ եմ, որտեղ վերջերս սոցցանցերում այդ շատ աբսուրդային միտքեր տարածվում, որ ֆեդերացիան վերցրել է 2.5 միլիարդը, բերել է բանկային հաշվի վրա ու տոկոսներ է շահում։ Խնդրում եմ բացել համապատասխան օրենսդրությունը, լիքը նորմեր կան դրան վերաբերող, եւ տեսեք, որ որևէ կազմակերպություն ուղղակի իրավունք չունի պետական միջոցներից որևէ տիպի դիվիդենդ ստանալու եւ որևէ բանկ իրավունք չունի այդ միջոցներից տոկոստա, տոկոստա հաջողորդին։ Դա անհնարին է, այդ գումարից ծախսել է 12 միլիոն դրամ նախագծի գումար Արտաշատի մարզադպրոցի համար, ուրայն տարբերակ եղել, ամբողջը չի ծախսել, քան այլ մրցույթի արժեքը, եւ 220 միլիոն դրամ, եթե չեմ սխալվում, Արմեն մարզադպրոցի ձեռքբերման համար մասնավոր սեկտորի։ Տեսեք, այդ գումարները հիշում եք, բայց մյուս գումարները չեք հիշում, որի մասին ձեզ արդեն 3-րդ անգամ եմ հարցնում։ Նոայի տրված Իդեպ դուք պարտավոր չեք նաև այս դեպքում այդ ակադեմիան տալու դեպքում նաև հրապարակել այդ պայմանները։ Ասես պարոն Ազարյանը, Պարոն Մելիքբեկյան, հետաքրքիր էր, որ դուք ըստ էության հաստատեցիք մեր ինֆորմացիան ու դրա համար ես ուզում եի նորից ճշգրտում այդ մասով։ Դուք ասացիք, որ գումարների ծախս արվել է։ Եվ խուսափել է կոնկրետությունից։ Կներեք, վարչապետի հոր անվամբ հուշամրցաշար էր անցկացվել, սա ինչի համար էր, նաև այսպես որակումներ հնչեցին, որ փորձել եք սիրաշահել նրան ձեր դիրքերը ամուր պահելու համար, որտեղ սոցցանցերում ձեզ շատ ժամանակին վստահողները եւ հիմա հիասթափվածներն էին գրառումներ անում եւ դրանք կարծիքներ են, դուք էլ եք ժամանակին կարծիքներ հնչեցրել եւ դրանք ապրելու իրավունք են ունեցել։ Չէ, եւ ձեզ իդեպ հասներ, որոնք այդ կարծիքները հերքում են։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վարչապետի որ անվան հուշամրցաշար չի կազմակերպել։
անդամ չէր այն մարդը, ով որ նախաձեռնել էր այդ ուսումնասիրության կազմակերպումը։ Ակումբներից մեկը պատկերացրեք, օրինակ Գյումրի Արադանյան որևէ ակումբ, չէ, Անդասարը ուզենա կազմակերպի իր հիմնադրի անվան ուշանոցաշար եւ հրավիրի ֆեդերացիայի նախագահին։ Ես պետք է գնամ թե չէ։ Կարող եմ գնալ թե չէ։ Մեկ, երկրորդը նախ հիմնադիրն է Գովապաշինյանը Նիկար Մակունդի եւ ուղիղ 10 տարի առաջ կազմակերպել էր նրա ինքը կենթանի էր եւ ինքը ներկա էր եւ կազմակերպել էր 75-ամյակի վերաբերող ուշանոցաշարի երբեւիցի նվիրված ուշանոցաշարի ինքը ներկա էր եւ Նիկար Մակունդը 10 տարի առաջ 79-ն էր կազմակերպել իր կենթանի Նիկար Մակունդը ունի եկավանդույթ թե իր բոլոր մանկավարժների, մարզիչների, հիմնադիրների ուշանոցաշարերը կազմակերպում եւ հրավիրում եմ մարդկանց։ Ես արդեն ուշանոցաշարի եղել եմ շատ ակտիվ է դառնում Նիկարը, ես չգիտեմ, Բերդի տարածաշրջանում եմ գնացել ուշանոցաշարի, այս անգամ դա լայն հնչեղություն է ստացել, որովհետև եղել է վարչապետի հորանունը, վարչապետի հայտնի եղել, բայց ես այն ուշանոցաշարերը ես հավաստեցնում եմ, եւ Հայաստանի ֆուտբոլ ֆեդերացիան երբևէ ուշանոցաշար Հայաստանի Հանրության վարչապետի հոր հիշատակում չի կազմակերպել։ Իր ակումբը, որ ինքը հիմնադրել է, կազմակերպել է իր ուշանոցաշարը, որ իրավունք Խնդրեմ Պավլիկ Օսյան, դուք ասելիք ունեիք։ Ես ասելիք ունեմ, շնորհակալ եմ լրագրողներին, շատ քիչ մնացին են մարդկանցից ում հետ սկսել էինք, բայց ես կարծում եմ, որ այն ասելիքը, որ ես ասել եմ, կհասնի, որովհետև մենք շատ լավ գիտակցում ենք եւ հասկանում ենք, որ Հայաստանում կան որոշակի շրջանակներ, որոնց համար ֆուտբոլը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հայկական ֆուտբոլ ազգային հավաքական է, ես Մերիկվեկյան Արմենը մյուսը արժեք չեք։ Իրանց համար արժեքին միայն իրենք եւ իրանց միակ նպատակը իշխանությունն է եւ մեր այս ասելիսը մեր խոսակցությունը իրենց չի վերաբերվում, որովհետեւ դրանց կողքը կա շատ ավելի մեծ ստվարհատված, որոնք իրական սիրում են մեր երկիրը, ովքեր չեն ուզում որ պատերազմում Հայաստանը պարտվի, ովքեր չեն ուզում որ ֆուտբոլում Հայաստանը պարտվի եւ նրանք ուզում են պահանջում են մեզնից արագ ֆուտբոլ։ Մեր խոսակցած ամբողջ խոսակցականը, մեր ամբողջ ասուլիսը միայն նվիրված է այդ մարդից, որտեղ մնացածի դեպքում նրանք ականջները փակ է, նրանց աչքերը փակ է, նրանք միայն պիտի բղավեն թալանչի գող, չնայած իրականում թալանչի գող իրանք է։ Եթե խոսում ենք ողորմման մասին, եթե խոսում ենք այս իրավիճակի մասին, որ Ինչի հասցեական չեք ասում, պարոն Նիկողոսյան։ Իրավիճակի մասին, որ մենք ունենք։ Տեսեք, վերջին շրջանում շատ մարդիկ են խոսում, մեկին նույնիսկ քնից են հանում, մեկին դագաղից են հանում, հին ու նոր մեղրել չկա, ովքեր խոսում են։ Խոսում են մարդիկ, որոնք ամենամեծ թալանչիներն են այս երկրի, ու մեզ մեղադրում են թալանի մեջ։ $50 կաշառք վերցնող նավթնչի նորմիկը փորձում է մեզ կապել թալանի եւ կոռուպցիայի հետ։ Մենք ենք թալանչի, հանգիստ նստեք, ես կավարտեմ, հանգիստ նստեք, միգուցե ձեր աններն ան տրվի, հանգիստ նստեք, սպասեք։ Մեր Շաներեք, մենք տներ չունենք, ես շատ սովորական կյանքով ենք ապրում եւ չենք ձգտում վարչապետների հետ շատ ջերմ ու մտերիմ հարաբերություններ ունենալ, պարոն Նիկողոսյան, որևէ մեկից վարկակելու փողեր չենք խնդրել։ Գուցե ձեր անունը տան, բայց մենք ավելի ճանում ենք, որպեսզի լավ լինի, իհարկե կան հսկայական բաց սովորումներ են, մենք աշխատում ենք դեպրգություն։ Ֆուտբոլը քաղաքականության մաս է, բայց ֆուտբոլային գործիչները քաղաքագետներ չեն, առավելևս քաղաքական գործիչներ չեն։ Ֆուտբոլային այն հսկայական ազդեցությունը, որ ունի հանրության վրա, բնականաբար իր մեջ ընդունում է քաղաքական երանգներ, մենք դրանից չենք կարող խուսափել, որովհետև ցանկացած ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար ունի քաղաքական շատ մեծ կշիռ եւ ես զարմանում եմ, որ Հայաստանում որևէ մեկը շատերը, բայց չեն կարողանում համակերպել են վիճակի, որ 30 տարվա մեջ առաջի անգամ մեր թիմը դուրս է եկել Եվրոպահայության եզրափակիչ, չեն խոսում դրա մասին։ Մենք չենք ուզում գնահատել այն իրավիճակով 30 տարվա մեջ առաջի անգամ հայ չինովնիկ UEFA-ում ներկայացված է լինելու։ 30 տարվա մեջ մենք ոչ թե չենք ունեցել, մենք մոտիկ չենք եղել դրան, որովհետև Հայաստանի պետությունը չի ունեցել այդ հեղինակությունը, որտեղ մեր չինովնիկները չեն ունեցել այդ հեղինակությունը, որպեսզի ընտրվեն UEFA-ի կազմում։ Հիմա մենք ունենք, բայց դա մեզ քիչ է, որովհետև այդ ատորումները չեն։
Ինչ վերաբերում անուններին, իհարկե կտամ։ Ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանը ընդհանրապես մի քանի օր առաջ հարցազրույց էր տալի, որտեղ մեղադրում էր ինչ-որ բաների մեջ։ Ասելով, որ 22 միլիոն Ռուբեն Հարապետյանը փող է թողել բանկային հաշվի վրա եւ Խիմեցին 10 միլիոն փող են տվել եւ բաղավում են ուրեմն փողերը։ Մարդահարցին իսկ ումա թողել, եթե թողել է իհարկե նախ ասեմ, որ 22 միլիոն չէ կարող թողել, որտեղ դա ֆեդերացիայի երկու տարվա բյուջեն է, ամբողջ հասցնա, որ Ռուբեն Հարապետյանից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը էր Արթուր Վանեսյանի, որի ամենամոտիկ մարդկանցից մեկը Սուրեն Աբրահամյանն էր։ Մարդ ուղղակի երևիցեյունական մարազմ ապրում եւ մոռացել ամեն ինչ։ Բայց մարդուն ասել են խոսա եւ ինքը խոսում է։ Խոսում է առանց հասկանալու ինչա խոսում, լավ ինչքան կարելի է։ Ինչքան կարելի է սևացնել մարդկանց, ինչքան կարելի է չտեսնել ինչ որ կա։ Վատը մենք տեսնում ենք, վատի մասին մենք խոսում ենք, բայց գոնե ինքան ունեցեք ինչ ասեմ, ամոք չասեմ, ժողովրդի աղջիկերստան նստացել անդադ խոսում էր, թողես մենակ, ես հատուկ հարցրել եմ, ամեն օր ժողովրդը հոդվածագրում, վերջում գրում, մենք հարցում ենք արել ֆուտբոլի ֆեդերացիային, հատուկ ես հարցրել եմ հայտնի, բացվեց ժողովուրդ մի քանի ամիս մեզ հարցում չի ուղարկել, լավ ինչքան կարելի է սուտ ասել, ինչքան կարելի է սուտ խոսել, մենք հասներով կարող ենք ցանկացած ասել, Արտուր Սողոմանյանից եք խոսում, ես մի անգամ ասել եմ և կպնդեմ, որ ինքը պաթոլոգիկ ստախոս է, որովհետև պաթոլոգիկ ստախոսները համարվում են երևակայական պատմություններ հնարող մարդիկ և հոգեբուժների մոտ դա համարվում է հոգեկան հիվանդ։ Այդ մարդու 90% չի, 99% ասածների շուտ է։ Ինչի դատի չեք տալիս, պարոն Նիկոլաց։ Շատ փոքր դետալային հանդիպումով եք տվել։ Ասել փոքր խաղադաշտերը բետոնի վրա են կառուցել և ինքը օրինակ է բերում։ 130 դաշտ է սարքվել, ես չեմ ասում մեկ դաշտ, 130 դաշտից, եթե մի հատը, մեկը կլինի բետոնի վրա, նույն րոպեին ես հրաժարական կտամ։ Ես չեմ ասում 130, ինչպես ինքն է պնդում, 130-ից մեկը, եթե դուք տեսնեք, որ բետոնի վրա է կառուցված, նույն րոպեին ես կտամ հրաժարական։ Իսկ ես կարող եմ հակառակ ասեմ, ես կարող եմ ցույց տալ շինարարության մատյանները, որոնք մեր կողմից չեն եղել, այդ մարմինների կողմից են եղել, որոնք ֆիքսում են, թե որորը ինֆորմացիա է հավասարեցվել, որ ինչ տրամով կա եղել, ջերմաշտանը ինչքան է եղել, շինարարությունը երբ ավարտվել, այդ ավարտելուց հետո ավարտական ակտեր ով ստորագրել, հետո UEFA-ն եւ FIFA-ն ինչ քննություններ են անցկացրել եւ ինչ մրցանակներ ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ու այդ կամից հետո մարդը, որ ուրիշ երկրի ագենտ է, որը Հայաստանում մի կոպեկի բան չի դրել, իր գործարները սարքման չգիտեմ Ուզբեկստաններում գալիս ու քնովում է, իսկ դուք կրկնում եք ասում եք այդ մարդը դες բան ասում։ Դուք դեմարդեմ կանգնեք ասեք, բայց չի եղել։ Ամեն երկրի շպիոնի դեմ դեմարդեմ կանգնում, խնդիրը ձեր։ Բայց դուք էլի շպիոններ եք շփվել եք, պարոն Նիկոլոսյան, ու հաճույքով։ Ես շատ կներեք էլի Սողոմանյան, որս մեկ դեմարդեմ, այդ մարդը դեմարդեմ, այդ մարդը խոսանում է դեմարդեմ խոսելուց։ Մենք կազմակերպենք համաձայնեք, դուք պարոն Մելիք-Բեկյան, դուք երկուսով Սողոմանյանը մենակ, կամ Արման Սահակյանի հետ։ Ես կհանդիպեմ այդ մարդկանց հետ, ովքեր ֆուտբոլ են սիրում, եւ այդ ֆուտբոլի համար ամեն ցանկացած մարդու հետ։ Չէ, այդ արդեն զգացմունքային դաշտ եք մտնում, պարոն Նիկոլոսյան, գնահատականներ եք տալիս։ Ուրեմն երկրպագուների հետ ես շատ արագ հանդիպում եմ, անկախ իրենց գործունեությունից ես իրենց արածը հարգում եմ, ասել եմ մի անգամ լույս կտրում եմ, մարդիկ ովքեր մեր հրաժարականը պահանջում են իրավունք ունեն, եթե դրանք երկրպագուներ են, ուրիշ բան են միջոցներ։ Բայց չեք բռնել տալիս։ Եվ պետք չի մնացածը աղկվեն թակուն մտնեն երկրպագուների հետև եւ տեղից խոսեն։ Դեմք ունեք, ձեր դեմքով խոսեք, ես դիմում եմ մարդկանց, ովքեր ինձ լսում են, լավ գիտեմ ում եմ դիմում։ Իրենք էլ լավ գիտեն, ես ում եմ դիմում։ Բավարար Ամերիկա, դեմքով խոսեք, որպեսզի մարդիկ իմանան։ Տեսնեմ ով աթանաչի, ես Մելիք-Բեկյան Ազարյանը, թե դուք։ Մելիք-Բեկյանի տղան օրը մեկ մեքենայով ա գալ, 10 տարեկան տղան, ես ինչ եք խոսում։ Իսկ դեր թալանացի մասին ով պիտի խոսա։ Նիկոլոսյանը 3 հարգանի տներ է սարքում, գնացեք տեսեք, ես ապրում եմ այս քաղաքում։ Իմ տղան էլ ապրում, հետումերս էլ են ապրել այս քաղաքում։ Նույն տանն եմ ապրում, որտեղ ապրել եմ միշտ։ Հարևանում ընկերուն եմ այս քաղաքում։ Գնացեք իրանց հարցրեք, ես ոնց եմ ապրում։ Այս քալանչիներն ու բողերն էլ եկել այս բողոք տարան։ Պարոն Նիկոլոսյան, քալանչիներն ու բողերը։ Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր գիտեն ու մենք դիմում։ Եվ ես ասում ես իմ մասով այս կամով սահմանափակի մնացած հարցեր շրջայց կկազմակերպեք ձեր կառուցած մարզադաշտերով եւ միգուցե արդեն այս էմոցիան այդ պառը թողած կլինեք եւ ավելի կառուցողականության դաշտում մենք մեր հարցերը կհնչեցնենք։ Իհարկե շրջայցը շատ է կազմակերպել, շատ է, դա վերջին ասեմ։ Անձամբ դուք։ Բոլոր մարդիկ, ով մարզական լրագրության ապահովում, սովորաբար այդ դաշտերում աղեր են դիտում, շրջայցներ են անում, այդ դաշտերը ամեն տեսնում են,
Բայց դուք լավ եք հասկանում, չէ՞, քաղաքական լրատվամիջոցներով են նաև ձեզ քննադատում եւ իրավունք ունեն։ Բացարձակ Գնան Աբովյանի դաշտը տեսնել, Արմավիրի դաշտը տեսնել։ Ձեզ էլ բացարձակ դժվար չի ձեր ժամանակը հատկացնել, փաստաթղթերով գալ ու միասին գնանք նայենք։ Ինչ փաստաթղթերով։ Այն փաստաթղթերը, որոնք ծախսերի մասին են խոսում եւ գուցե եթե դուք խուսափում եք կենթանի շփումներից եւ բացատրվելուց, գուցե մեր միջոցով նորից փաստարկներով հերքեք, որտեղ կոռուպցիայի մասին խոսվում է, երբ որևէ դատական հայտ չկա։ Չի կարող, այո, ոչ մեկ չի կարող։ Եվ ուրեմն ոչ մի դատական հայտ չի կարող լինել, որովհետեւ մեր փաստաթղթերը բոլոր UEFA-ի նյութերի ովքեր գումարները հատկացնում են ստուգվում են, եւ ստուգվում են ոչ մեկ անգամ։ Եվ այն մարդիկ, ովքեր այդ գումարը տալիս են, այդ խաղադաշտերը կարծելու, գալիս են նախագահի մակարդակով այդ խաղադաշտերը բացում են։ Հավատացեք, UEFA-ի նախագահը երբեք չի գա մի խաղադաշտ, որտեղ անգամ մեկ կասկած կունենա կոռուպցիոն ռիսկի մասին։ Մեր միջպետական ճանապարհների փողերն էլ էին դրսից, պարոն Մեդիկբեկյան, բայց կառուցվել են միջպետական ճանապարհները ոչ։